Միանշանակ ոչ, որովհետև ես հասարակության մեջ ապրում եմ, տեսնում եմ, որ մարդկանց ոչ ոք չի ընդունում։ Այսինքն եթե ես 10 ծանոթ ունեմ, 10-ից 9-ը չի համաձայն չի իրանց հետ։ Այսքան մեծ թվով Ոնց կարա էլի հասարակության անունից ինքը։ 30 հոգի մարդ են հավաքվել, իրանք իրանցով այն փոքրիկ խմբակը, որ ասում էր Սամվել Կարապետյանը իրան։ Մանուս մենակ ես կարամ խոսամետ։ Նրանք իրավունք ունեին խոսելու։ Դե որ իրանք են տենց բանով կարող ունենան իրավունք, բայց չէ, իմ կարծիքը պետք է օրինակ հարցնեն, ես հեր եմ փորձել ես պատերազմում շատ հարազատ մարդիկ եմ փորձել, իմ հետ էլ պետք է էլի ոչ թե իմիննավոր իմ հետ, ժողովուրդը պետք է բանան, ահա էլի բա որ տենանք ոնց ալնի, քեզ եսին լավ բան չեմ սպասում ես։ Ոչ, իրավունք չունի։ Այս երկիրը պետք է ղեկավարեն արյուն թափած Հայաստանի նպատակներով էփած մարդիկ, գաղափարապես զարգացած մարդիկ։ Մենք այս սաղ աշխարհը մեզից համ գովում, համելացում այսիշ վիճակ են սրանք։ Կարծում եմ ոչ։ Մեր պատմության ցավոտ կողմը մենք երբեք չպետք է մոռանանք, անկախ այն բանից հիմա ինչ են մեզ առաջարկում մոռանալ, մերը չէ պետք չէ ընդունել, այդպիսի բան չպետք է լինի, որովհետև մենք պատմության տերն ենք եւ անկախ նրանից պետության ղեկավարը ինչ է ասում կամ ղեկավարությունը ինչ է ասում, մենք պահանջատեր եղել ենք, կմնանք ու մեր պահանջատիրությունը պետք է ոչ թե մենակ մեզանով սկսվի կամ վերջանա, այն պետք է շարունակվի նաև մեր սերունդների կողմից։ Նրանք պետք է ճանաչեն իրենց նախկին, իրենց պատմությունը երբեք չեն մոռանա։ Այն ժողովուրդը, ով մոռանում է իր պատմությունը, ինքն իրեն է մոռանում։ Ես իմ կարծիքով որ չէ։ Որովհետև երբ էլ գնացել լավ բաներ չենք սպասել, լավ բան չի եղել։ Այսքան ժամանակ ես լավ բան չեմ տեսել, դրա համար էլ չգիտեմ։ Ոչ։ Դե Թուրքիա հետ ի՞նչ պետք է խոսամ։ Թուրքիա հետ խոսալ մենակ զենքով։ Ոչ։ Որովհետև մեր թշան ոնց կարող մեր մասին լավ բան խոսալ կամ բարոյական իրավունք ունենա խոսալու, ընդհանրապես մեր մասին։ Թշնամի մնա թշնամի, վերջ։